Այստեղ շատ խոսուն պատկերով ներկայացված է ավելի շատ ցնորքի եւ տառապանքի միախառնումը, որտեղ ինչպես տեսնում ենք երեխայի մահճակալն է եւ երեխան այլևս չկա եւ մայրը հենց երեխայի մահճակալում է։ Ահա այստեղ լուր ցավն է, որտեղ մենք շատ հաճախ ստիպված ենք լինում լռեցնել մեր ցավը եւ որը կոչվում է դիսոցիացիա, այսինքն հույզերը մեր մեջ ճնշում ենք եւ շատ հաճախ նաեւ արգելում մեզ խոսել այդ մասին, սակայն չխոսելը դեռևս չի նշանակում, որ ցավը իրականում չկա եւ գոյություն չունի։ Չխոսելով կարող ենք վերապրել։ Ոչ, որովհետև ավելի շատ գնում ենք ճնշման տարբերակով, որովհետև ցանկացած խնդիր առհասարակ մեզ մոտ վերապրվում է հենց խոսելու, ոչ թե տառապելու, այլ գիտակցական մակարդակ բերելու, որովհետև խոսելը հնարավորություն է տալիս դուրս բերել մեզանից, թուլացնել խնդիրը եւ առողջ մոտեցման արդյունքում այն ավելի հեշտ հաղթահարել։ Իսկ մարդը կարող է առանց մասնագետի օգնության վերապրել որևէ ցավ, եթե ընդհանրական ցավի մասին ենք խոսում։ Իրականում մեր օրգանիզմը ամենատարբեր իրավիճակներում արագ ինքնակարգավորվելու բոլոր հնարավորությունները ունի, եթե մեր կողմից արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվում, որովհետև եթե գալիս ենք ցեղասպանության փաստին, ապա դա կարծես թե մեզ համար հոգեբանական առում, ոչ միայն պատմական ցավ, այլ հոգեբանական առումով կարծես ժառանգություն է, որը մենք շարունակում ենք կրել եւ ցանկացած վշտի հաղթահարում ունի փուլեր։ Այդ փուլերն են ինքնամեղադրանքը, երբ մենք փորձում ենք սխալները մեր մեջ տեսնել, փուլերից է մեղադրանքը դիմացինին, փուլերից մեկը ու շատ երկարատև կարող է լինել իրականության մերժման փուլը, երբ իրականությունը ընդունելը շատ ցավոտ է լինում, բայց նաև հեշտացնում է հետագա հաղթահարման ընթացքը։ Եվ երբ մենք ցեղասպանության փաստով պայմանավորված միանշանակ ցեղասպանության փաստի ընդունում չունենք, կարծես բախվում ենք անընդհատ վշտի հաղթահարման իրականության մերժմանը, որը բերում է զայրույթ, որը բերում է իրականության մերժման արդյունքում անարդարության զգացում եւ դա շատ մարդկանց մոտ կարող է դժվարացնել հաղթահարման ընթացքը։ Միանշանակ է այն, որ ոչ բոլորը կարող են կարիք ունենալ մասնագիտական աջակցության, բայց շատ հաճախ անձի կողմից կարող են չգիտակցվել, որ այս կամ այն վշտի հաղթահարման փուլում որևէ փուլ իրենց կողմից հաղթահարված չէ, ժամանակային առումով կարող են անցնել առաջ, բայց հոգեբանության մեջ գոյություն ունի թրիգեր ասվածը, երբ նմանատիպ իրավիճակը մեր կյանքում կարող է կրկնվել, իսկ 44-օրյա պատերազմը դրա վառ օրինակն էր, երբ ազգի մակարդակով կրկին եղավ այն նույն ապրումները, ինչը բնորոշ է հենց ցեղասպանություն ապրած սերունդներին, եւ արդյունքում մենք կարող ենք հաղթահարել, որ մենք այնտեղ անցյալում ունենք չհաղթահարած հոգեբանական խնդիրներ։